Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, երեք լրագրողը մոտենում է Սերժ Սարգսյանին եւ ասում է դուք ցանկանում եք Հայաստան խմբակցությունը հաղթանակ տանի, Սերժ Սարգսյանը միանշանակ իհարկե ուզում է եւ այլն, ասում է տենց, բա լավ Սերժ Սարգսյան, եթե դու ուզում էիր Հայաստան խմբակցությունը հաղթանակ տանի, ինչու 21 թվականի խորհրդարանական ընտրություններին դու ցուցակը որ չէի գլխավորում, հերիք չի Վանեցյանն էր գլխավորում, դուք ու լծակները օգտագործեցիր, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, Ռոբերտ Քոչարյանը չգա, ոչ միայն դու, այնտեղ բացի Ռոբերտ Քոչարյանից մնացածը սաղ աշխատել են, որ Նիկոլը մնա իշխանության ղեկին, այդ թվում Ծառուկյանը, հիմա Ծառուկյանը ստիպված անդիմություն ուզում դառնա, որ իր հարստությունը պահպանի, այնինչ դու ինքդ քեզ ինչի տեղ ես դրես Սերժ Սարգսյան, դու գիտենք, որ հանրության կողմի ամենաատելի տականք քաղաքական պոտենցիալ պոռնիկն ես, բա լավ, քու այդ բացասական պիտակն չես ուզում կպցնես ուրիշ մարդկանց, մի հատ բացատրի հասկանամ, էսի ժողովրդին եմ ասում, եթե դու Նիկոլ Փաշինյանի հետ չէիր, դեմ ես Նիկոլ Փաշինյանին, ապա ճաղավանդակների հետնամասից պետք է դու նայեր Նիկոլին, ոչ միայն դու, քո շքախմբով հանդերձ, բայց մենակ Ռոբերտ Քոչարյանին եմ տեսել ու Վարդան Ղուկասյանին, եկել Սամվել Կարապետյանին, այսինքն այդ իրական ընդդիմությունները այդ երեքն են, դուք վաճառված կենդանակերպեր եք, չհաշված են մնացած ժեխերին, շատ կան, քեզանից բետար տականքներ, չէ, երևի ամենատականքը դու ես գերագույն, իմանալով հանդերձ ամեն ինչը այսքան երեխեքին պիտի զոհեր տա եւ այլն, որ հանձնի ես թուրքը ապատակին իշխանությունը, քեզանից արնախում բարբարոս այս աշխարհում չկա։ Դու, Նիկոլը, Ալենը, Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանք լրիվ մի մարմին եք։ 2008 թվականի փետրվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը քո քաղաքական արգանդում բեղնավորեց Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան քաղաքական սերմնաբջիջին 10 տարի զարգացրեցիր, հանրապետականին բացասական ասելով Գալու Սահակյան, Հովիկ Աբրամյան սաղին կպնելով, ժողովուրդը կլավեցի Նիկոլ ու տենց, ումն ես խափում։ Ինչ էլ ուզում ես անել Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանն էլ թքած ունի քո վրա, Սամվել Կարապետյանն էլ, Վարդան Ղուկասյանը առավել եւս խոռոփած ունի քո վրա։ Ես էլ իր հետ միասին։ Համենայնդեպս ժողովուրդ ուշքի եկեք, դիտեք եւ տարածեք, Սերժ Սարգսյան գոյություն չունի։